2026 թվականի հունիսի ընտրությունների ժամանակ վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօր չմասնակցեց կուսակցության հրավիրած ասուլիսին, ինչու հարցի պատասխանը փորձեցին տալ Թաթոյանի կուսակիցները։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ներքին քննարկումների, բանակցությունների եւ այլնի արդյունքում ինքն է որոշում ինչ ֆորմատով, ինչ ձևաչափով դա իրացնել։ Ի վերջո, ինչ խնդիր լուծեց Միասնության թևերը մասնակցելով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, արդյոք չփոշիացրեց ընդդիմադիր հատվածի ձայները, կուսակցության անդամները պնդում են։ Քաղաքացիները, ովքեր եւ ընդհանրապես սոցիալական հարցումները ցույց էին տալիս, որ քաղաքացիներն, ովքեր գալիս են մեզ ընտրելու, հենց մեր համար են գալիս ընտրական տեղամասեր։ Ստացվում է, ընդդիմադիր ուժերից ձայներ տարած 4% անցողիկ շեմից ընդամենը 2.30% հավաքած ուժը դարձավ արտախորհրդարանական ընդդիմություն։ Մի դրական ելքով Արման Թաթոյանի ղեկավարած կուսակցությունը 5 տարի պետական բյուջեից կստանա 30 միլիոնական դրամ գումար։ Կուսակցության անդամները հավաստիացնում են արտախորհրդարանական պայքարի ժամանակ գնալու են իրենց տրված ամեն մի քվեի հետևից, դիմելու են ՍԴ։ Հույս ունենք, այո, սահմանադրական դատարանը արդարացություն իրականացնող մարմին է, այնտեղ դատավորները երթում են տվել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։